Ընդհանրապես չեմ վախենում, սպասելի է ամեն քայլ օրվա իշխանություններից, բայց ինչ-որ վախեր, որ ունեմ քրեական գործ կհարուցեն, բնականաբար ոչ։ Հիմա արձանագրվել են որոշակի խախտումներ, թե ոչ։ Իշխանությունը վերցնել ինչ է կանելու ում հետ կոալիցիայի կգնաք, թե Մենք Գյումրիի օրինակով նման սցենարներ չենք քննարկել, ոչ մեկի հետ նման հանդիպումներ մյուս ընդդիմադիր ուժերը չենք ունեցել, չենք քննարկել, բայց ես նախկինում էլ հայտարարել եմ, որ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար մենք կհամագործակցության եզրը կգտնենք այն ուժերի հետ, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից։ Շտաբի վերաբերյալ ահազանգեր ստացել է, թե ոչ։ Ճիշտ ասած, շտաբը աշխատում է, այս պահին տեղեկություն չունեմ, քիչ հետո քվեարկությունից հետո կիմանամ ստացել ենք թե չէ, բայց համացանցում բազմաթիվ խախտումների մասին տեղեկություններ կան, բաց քվեարկություններ, կուտակումներ, ուղղորդումներ, կարծում եմ սա այո, ցուցակներում նախընտրական շտաբն է, սա խախտում է թե ոչ, որ ընտրատեղամասինքից ԿՊ նախընտրական շտաբը։ Եթե 50 մետրից ավել ընտրական օրենսգրքով տեղամասային կենտրոնից 50 մետր շարավիղը չի պավել, բնականաբար դա խախտում է ընտրական օրենսգրքով։ Ընդդիմության հետ գործակցությունի ինչ ձևաչափով եք պատկերացնում կոալիցիոն իշխանություն կազմելու, թե առավելագույն ձայներ հավաքած տեխնատուին ձայներ ապահովելու։ Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, ով մեր թիմից հաղթանակ դաշինքից մեկ ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել այդ քաղաքականությունը մկրտչան է լինի դա։ Չէ, խոսքը վերաբերում է ընդդիմադիրների մասին։ Այք ընդդիմադիր չէ։ Հա, ինքը շատ ուժեղ ընդդիմադիր է։ Երեկել, հա, պատկերացեք ԿՊ-ն այնքան շատ է ցանկանում այդ Գյումրի 2-ն ինքը իրականացնի, որ հմեկում բանավեճ էին կազմակերպել։ ԿՊ-ի եւ հանրապետություն էջպիածնում երկու հոգու հետ տարել էին, նա ոնց որ աշակերտ լիներ ԿՊ-ի տեխնացուն, նա դասատուն, տարել էին որպեսզի ԿՊ-ի տեխնացուն sense ջղային հանրապետություն կուսակցության տեխնացուն sense ջղային դեմքով ինչ որ բաներ ասի, փորձի ռեյտինգ հավաքի, նույնիսկ ԿՊ-ի հաշվին, որովհետեւ իրենք հասկանում են, որ իրենք պարտություն են ունենալու, այդ Գյումրի 2 որ ասում են, իրենք են ձգտում Գյումրի 2 անելու։ Պարոն Խաչատրյան, ըստ քաղաքացիական պայմանագրի լրատվամիջոցի դուք արդեն քվեարկել եք, ավելին քվեարկել եք բացարձակ օնլայնության մեջ։ Հիմա կարելի է ենթադրել, որ երկրորդ անգամ եք գալիս քվեարկության։ Կներեք, որ լրատվամիջոցն է։ Իդիկը գելա որ դուք ունայնության մեջ եք քվեարկել։ Յոթ անփառունակ լրատվամիջոցներից եկեք չխոսենք, ես մեր քարոզարշավի ընթացքում իրենց բնորոշել եմ այդպես, մի պա նեղացել էին իմ այդ բնորոշումից, եկել էին մեր քարոզարշավը լուսաբանելու, երևի մոտ 2 ժամ մեզ հետ եղան, այդպես էլ ոչ մի լուսաբանում չտեսանք մեր քարոզարշավից, չկարողացան, որովհետև ստանալ այն, ինչը իրենք ուզում էին։ Նաև իրենք հարցումների արդյունքներ էին դրել։ Հա, փոխարեն Հարցումների արդյունքներ էին տեղադրել ուրբաթօրը, ըստ որի բացարձակ մեծամասնություն կազմելու է ԿՊ-ն, երկրորդ տեղում իհարկե դուք եք, բայց 12%-ին մոտ եք։ Դա նույնպես այդ լրատվամիջոցներ տարածել, դա քարոզչական հնարք է, որպեսզի վաղաշաբաթուն ցույց տան, որ ձեր ձայնը այդքան էլ կարևոր չի, արդեն իսկ ախորոշված է ամեն ինչ, նույնը արել էին Գյումրիում, նույնը արել էին Փարաքարում, բայց մենք տեսանք լրիվ այլ քվեարկության արդյունքներ։ Իհարկե վախենում են, իրենք հասկանում են, որ իրենց ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել եւ ավելի շատ նվազագույնի հասել վաղաշաբաթում Էջմիածի քաղաքում, դա բերել է թե ԿՊ-ի, թե վաղաշաբաթ համայնքի նախկին իշխանությունների գործելավոճից։ Նախորդ ընտրությունների մասնակցության մասին մենք տեղեկանում ենք մեր վստահված անձերից, նախորդ 21 թվականի համայնքային ընտրությունները բավականին ակտիվ համայնքային ընտրելու հարցում ավելի շատ իրենք կընտրեն, թե ԿՊ-ին։ Տպավորությունն է, որ փորձում է տարանջատվել ԿՊ-ից, հնարավոր է օրինակ իր կերպարի շնորհիվ Էջմիածինցիները փորձեն ավելի շատ ձայն տալ, ասել դե մեր տղան է, լավ տղա է։ Էջմիածնեցիներին, Էջմիածնետին ինչ կապ ունի, որ տենց բան ասեն։ Խոշորացած համայնք։ Հա, խոշորացված համայնքին է, բայց ինքը Էջմիածին քաղաքից չի, ԿՊ-ն ամբողջ այս քարոզարշավի ընթացքում իրենք նաև իրենց թիմը ստեղծելուց, հավաքելուց մարդկանց ասում են, որ սա ԿՊ-ի հետ կապ չունի, սա մեր քաղաքի հարցն է, այստեղ ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, բայց մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա այդպես է։ Ձայն կհավաքեք, ռեյտինգ ունեք։ Կարծում եմ ձայն կհավաքեն քվեարկության արդյունքներից։ Դա կարծում եմ այո։ Պարոն Խաչատրյան, ամփոփիչ հանրահավաքին մենք տեսանք, որ ԿՊ-ի հավաքին մասնակցում էին Թալինից եկած մարդիկ, մասնակցում էին այն կեղծ ստատույով դպիրը, Հովանավանքի ակցիայի ակտիվիստները, բայց Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չեկավ։ Ինչ է կարծում, պատճառը որն էր, չէր ուզում Մեխակյանը, որ ասոցացվեր Փաշինյանի հետ։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվել էր գալու, որովհետև առավոտից այդ օրվա հանրահավաքի մեր ոստիկանության բաժնում
ամբողջությամբ այդ սև բերետավորներն էին, կարմիր բերետավորներին ավտոբուսներով բերել էին, պատրաստվել էին, ուղղակի երևի թե զեկուցել են, որ մարդ չի գալիս, հանրահավաքին վաղաշաբաթի չկա, միայն Օհանավանքի fake պատարակի մասնակիցներն են, այստեղ էլ է լինելու fake պատարակ, այդ fake դպիրների ատամնաբուժերի մասնակցությամբ երևի դրա համար չի մասնակցել։ Պարոն Խաչատրյան, Լևոն Քոչարյանը ձեզ մեքենա է նվիրել։ Ոչ, չի նվիրել։ Սկզբից ասում էին, սկզբից ասում էին 50 միլիոն դրամ են տվել, հետո ասեցին Lexus մեքենա են նվիրել, այն դեպքում երբ որ ես Lexus մեքենա ունեմ, առել եմ տարուկես առաջ, ամբողջ թղթաբանությունը կա, կարող եմ հրապարակել։ Հետո ասեցին, որ S-կլասի Mercedes, ինձ թվում է այսօր եթե քվեարկության արդյունքները մեր կողմից լինի հաղթանակ դաշինքը, հաղթի չէ, կարող ասենք Bentley լինի կամ Rolls-Royce։ Իսկ այդ Lexus-ը իրենց սալոնից է կառակ։ Երևան Toyota-ից Lexus-ի սերվիսից։ Ուրիշ չգիտեմ։ Բայց եթե դուք ունեք գալու եք ձեզնից արդեն հաստատ։ Եթե ԿՊ-ի տեխնացիան այնուամենայնիվ հաղթի ընտրություններում պատրաստ եք շնորհավորել։ ԿՊ-ի տեխնացու ինչին շնորհավորեմ, ընտրություններին մրցակցին հաղթանակի դեպքում շնորհավորում են ընդհանրապես յուրաքանչյուր պայքարի մեջ, շնորհավորում են, եթե արդար եւ ազնիվ ա եղել պայքարը։ Անարդար պայքարի դեպքում ես չեմ պատկերացնում ընդհանրապես շնորհավորել, որովհետեւ դա նախ չեն հասկանա մեր թիվի անդամները, չեն հասկանա մեր ընտրողները, որովհետեւ այդ խախտումները, այդ անհավասար պայմանները, վարչական եւ իշխանական ռեսուրսի կիրառումը տեսել են բոլոր վաղաշաբաթցիները, տեսել են բոլոր քաղաքական ուժերը։ Անարդարիցի արդեն անարդարացի են ամբողջ քարոզարշավը։ Ինչի մասն է խոսքը, բռնաճնշումն, այո, վարչական ռեսուրսի կիրառում բարեկամներին եւ միայն իմ բարեկամներին չէ, մեր թիմակիցների բարեկամներին, այլ գիտեմ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են, նույնիսկ ասենք իմ ընկերոջ քենուն են դպրոցի տնօրենից ազատել, ինչա թե իրա փեսան իմ ընկերն է։ Ասել են այս մակարը Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել, Մաշտոցի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնը։ Հրամանով ազատել է։ Պարոն Խաչատրյան, ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Նշանակի, որ նախ որ վաղաշաբաթ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ էջմիածնում հոգևոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս հարցում։ Հաշվի առնելով հակաեկեղեցական արշավը, այս ընտրությունների կարևորությունը ո՞րն է։ Օրինակ, եթե ԿՊ-ն հաղթում է, սա նշանակում է, որ Փաշինյանին հաղթաթուղթ են տալիս, որ կաթողիկոսին այդ գահընկեցանելու process-ը շարունակվի։ Կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել հարցը, բայց ես ասել եմ, երբ ԿՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում դեպի Մայրաթորի վրա, իրենց այն ճղճին փոքրոքի ծրագրերը, ինչը պլանավորել են իրականացնել հայ առաքելական եկեղեցու հետ, անմիջապես իրականացնելու են եւ նաեւ 26 թվին իրենց քաղաքական համապետական ընտրությունների հարցն են փորձելու լուծել։ Ի սկզբանե ասել եմ, այսօր մեր վաղաշաբաթ համայնքում ով քվեարկում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակցության շահին։ Իսկ ինչի հարություն Մկրտչյանից ուրիշ բան եք սպասում, որ կարող է ինչ-որ հոգևոր արժեքներին վերաբերող, ազգային արժեքներին վերաբերող լավ բան ասի, ես բնականաբար, եթե դա համայնքապետանի իրավասության տակ է լինելու, ես թույլ չեմ տալու։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահ եմ, որ իրենց այս արշավը եկեղեցու ինստիտուտի դեմ է, ոչ թե ինչ-որ որոշ հոգևորականների։ Իսկ սոցցանցերից դուրս եւս եղել է լրության օրվա հետ կապված խախտումներ։ Ես ինքս սոցցանցերից դուրս չեմ նկատել անկեղծ ասած, որովհետեւ բավականին զբաղված ենք եղել, մենք կազմակերպչական հարցերով մեր նախընտրական շտաբով, ինչ վերաբերում է ինձ նախարարին, ինձ նախարարները իրենց նախարարությունները թողած արձակուրդ են վերցրել, եկել
այստեղ մասնակցում են քարոզարշավի, հանրահավաքների ժամանակ հանդիսավարի դեր էին կատարում, խոսքը փոխանցում այս նախարարին, խոսքը փոխանցում այն նախարարին, ինչ որ անհասկանալի պրոցես էր, Խուդակյանն էլ իր ամբողջ խոսքը վերածել էր փոխանակ խոսել իրենցից քաղաքացիական պայմանագրի թեկնածուից, ամբողջությամբ ընդդիմադիր թեկնածուներին էին փորձում վարկաբեկել, փորձում սևացնել, բնականաբար իրենց մոտ դա չստացվեց, վստահ եմ, որ մենք դա այսօր տեսնելու ենք, ամեն դեպքում նախարարին վայել պահվածք չի։ Պարոն Խաչատրյան, մենք նկատեցինք ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ ձեր դեմ չէին կարողանում ոչինչ գտնել, բացի նոյեմբերի 9-ի այդ ակցիաներին մասնակցելը, ինչ եք կարծում ձեր հաղթանակի պարագայում, դա կարող են օգտագործել ձեր դեմ։ Տեսեք, ես նոյեմբերի 9-ին, այո, ներկա եմ եղել, ոնց որ մնացած 20-25 հազար ժողովուրդը, ովքեր այդ կապիտուլյացիոն ակտից վրդովվել էին, մեծ ցասում կար մարդկանց մեջ եւ 44 օր մարդկանց ասում էին, որ հաղթում են եւ 1 վայրկյանում 1 գրիչի հարվածով կապիտուլյացիան մի ակտ եղավ։ Ինքս այդ հարցով հարցաքննվել եմ, իդեպ հարցաքննվել եմ ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեում, հարցաքննվել եմ ոչ մի քրեական գործով չեմ անցել, ոչ մի քրեական գործում կարգավիճակ չեմ ունեցել, այսինքն բոլորը հստակ տեսել են, նույնիսկ ՔՊ-ի թեկնածուն իր առաջի հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին, երբ որ հարցազրույց էր տալիս, ասում էր կարող այ ես էի նոյեմբերին գնացել կառավարություն եւ լուր հետևում ինչպես էին կոտրում գույքը։ Իսկույն իհարկե տեսա ու բաները լավ վիդեոները տեսել են, որ ես ոչ կոտրելուն եմ մասնակցել, ոչ ինչ որ խփելուն եմ, ոչ մի բանի չեմ մասնակցել։ Նույնիսկ դա էին ասել, ինչքան գիտեմ նաև իրան կշտամբել էին այդ նախադասության համար հենց։ Անցավոր անգործություն եք դրսևորել այսօր։ Հա, երևի թե իրան կշտամբել են, ասեն այդ լուր հետևել ինչ ես ասել, որովհետև միգուցե մտածել էին, որ քրեական գործ կսարքեն ամեն դեպքում, ինչ-որ վկաներ կբերեն, որ եղել է, բայց այս իշխանության համար քրեական գործ սարքելու համար հիմքեր այնքան էլ պետք չեն։ Բնականաբար, ընդհանրապես պետք չէ, մենք վերջից մի 20 օր առաջ տեսանք Ոսկեհատ գյուղում Հանրապետություն կուսակցության բողոքով կալանավորվեցին մարդիկ, ովքեր ոչ մի բան չէին արել։ Մարդիկ հիմա կալանք են կրում ոչ մի բան չանելու համար։ Պարոն Խաչատրյան, որ դուք դառնաք համայնքապետ, ձեր ընկերոջ Քենու վրեժը լուծելու եք, Արգիշտի Մեխակյանի բարեկամներին ազատելու եք պետական հիմնարկներին։ Իհարկե ոչ, մենք երբեք վրեժ չենք լուծելու։ Ես ասել եմ, իմ քեռու կնոջը մանկապարտեզի տնօրենից աշխատանքից հորդորել են դիմում գրել ազատել էին, այլ քաղաքական մեկնաբանելով, այլ քաղաքական ճամբարում լինելու համար։ Հիմա Արգիշտի Մեխակյանի մայրը մանկապարտեզի տնօրեն է, կարծեմ Արագած գյուղում։ Այսինքն ինչ անեմ։ Մենք ընտրվենք իր մայրիկին ազատեմ աշխատանքից։ Արդյոք դա բարոյական է կամ տղամարդավարի ընդհանրապես։ Իհարկե, տենց բան մենք չենք անելու, որովհետև առաջինը իմ թիմակիցները, իմ ընկերները ու առաջինը հենց իմ ընտանիքի անդամները նման բան երբեք թույլ չեն տա։ Լավ, շատ ակտիվ քարոզարշավ է եղել եւ այսօր էլ կարծեմ բավականին ակտիվ է քվեարկության մասնակիցների թիվը, ամեն դեպքում նախորդ ընտրությունների հետ համեմատած, կարծում եմ վաղար շաբաթին ուզում էր տեսնել քարոզարշավ, ուզում էր քաղաքական ուժերին լսել, այսպիսի ակտիվ քարոզարշավ վաղար շաբաթում երբեք չէր եղել, իրականում կարծում եմ շատ նորմալ քարոզարշավ, ամեն դեպքում մենք մեր արժեվ դրած խնդիրը կարելի է ասել քարոզարշավի մասով կարողացել ենք ապահովել։